Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ խոսելու ենք շատ հետաքրքիր իրադարձության մասին եւ այսպես այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հայաստանի պետական կամերային երգչախմբի տոնական համերգը։ Միջոցառումն անցկացվում է Հայաստանի պետական կամերային երգչախմբի կազմավորման 25-ամյակի շրջանակում։ Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան։ Իսկ մեր հյուրերն են Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնաճյուղի ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանը, համերգի մենակատարներ Ռազմիկ Բաղդասարյանը եւ Մավր Մկրտչյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց ենք։ Լավ դուք։ Հիանալի։ Շատ լավ ենք։ Շատ հետաքրքիր իրադարձություն է այսօր սպասվում։ Ինչ է վայելելու հանդիսատեսը եւ ինչ է ներառված արդեն ծրագրում։ Հանդիսատեսը վայելելու է այսօր մի քանի առաջի կատարում կամ միջազգային լեզվով ասած մի քանի պրեմիերա ասելով դրանք Կարեն Անանյան կոմպոզիտոր եւ դաշնակահար հիանալի Կարեն Անանյանի ժողովրդական մի քանի երգերի մշակումներն են մեր զուգահեռ մենք ունենանք Ռոբերտ Մլքյանի մեր գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռոբերտ Մլքյանի հիանալի էլի ժողովրդական երգերի մշակումները կունենանք իհարկե դա որպես պարտադիր պայման Կոմիտասի մի քանի տոնական հետաքրքիր կատարումներ եւ նաեւ որպես անակնկալ էլի կունենանք առաջի կատարում Ռոբերտ Ամիխայանի մի տոնական հետաքրքիր խմբերգ։ Մի խոսքով համերգը տոնական է, շատ գեղեցիկ, շատ թեթև եւ տոնական է նաեւ նրանով, որ մասնակցում են այնպիսի հիանալի մենակատարներ, ինչպիսին են Ռազմիկ Բաղդասարյանը, Մավր Մկրտչյանը, Բացակայ Ափսոս, Վրեժ Ղարիբյան, Սոֆիա Սայաթյան, մի խոսքով մենք հիանալի մենակատարներ ունենք, ճիշտ է իրանք երգչախմբի կազմում են, բայց արդեն իսկ հասարակության լայն շերտերին շատ հայտնի եւ սիրված, այսպես ասած։ Սա տարվա ամփոփիչն է։ Ամփոփիչն է, այո, տոնական։ Շատ լավ։ Դե մենակատարներն ինչ կասեն այս ծրագրի հետ կապված։ Ինչքան լավ բան կա պիտի ասեն։ Բնականաբար։ Պատասխանատվությունը Գեղեցիկ համերգ, գեղեցիկ ստացված համերգ, ամանորյա, ասեց պարոն Արաբյան արդեն ինչ հրաշալի մշակումներ են այնտեղ ժողովրդական երգերի լինելու։ Մենք էլ փորձելու ենք այնպես անել, որ ժողովուրդը շատ գոհ վերադառնա տուն։ Գիտեք, Հայաստանի պետական կամերային երգչախմբի ու Ռոբերտ Մլքյանի հետ երգելը դա երևի մեծագույն երջանկություններից է եւ իմ եւ ընկերոջս Ռազմիկին բախտվիճակվել է երկար տարիներ ապրել, աշխատել երգել այս երգչախմբի հետ եւ այսօրվա համերգը նաեւ նրանով է առանձնահատուկ, որ մենք վայելում ենք երգեր, որոնք բարձրաճաշակ են բոլորի մասներով, բայց նաեւ տոնական է, այսինքն մի քանի ոնց որ համեմված են մի քանի լավ բաներ համեմված են մի համերգի մեջ եւ դրա համար կարծում եմ որ արդյունքը բաց պետք չի թողնել այս համերգին ներկա գտնվելու։ Քանի որ այսօր արդեն դեկտեմբերի 18-ն է եւ կամած տարին մոտենում է իր ավարտին, ինձ հետաքրքիր է 25 թվականը ինչպիսին էր կամերային երգչախմբի համար, ինչ հաջողություններ գրանցեցիք, ինչքան գործեր հասցրիք անել։ Բավականի արդյունավետ տարի ունեցանք, մենք հատկապես ասվեց արդեն երգչախմբի կազմավորման 25-րդ տարեդարձն էր եւ մեր բոլոր համերգները անցնում էին այդ վերտարության տակ։ Մենք ունեցանք Շարլի շատ գեղեցիկ եւ էլի ներկա են մեր լավագույն կատարողները, մենակատարներ իբրև Շարլի շատ ուրույն ձևով ներկայացրեցին Շարլի երգերը։ Մենք սկզբի համար ունենք մի համերգ, բայց այնպես էր, որ ստիպված էինք 4-րդ համերգը կրկնել փոքրիկ փոփոխություններով, բայց որտեվ ազատ տեղ չէր լինում դահլիճում։ Ունեցանք նաև փառատոն, երկու փառատոն Իտալիայում եւ
Հունաստանի հոգևոր Պատմոս կղզում, որտեղ հիանալի արդյունք ունեցանք, երկու տեղերում էլ իհարկե կազմակերպչական կենտրոնը Վենետիկն էր, երկու փառատոների, այդ հոգևոր փառատոների, եւ անմիջապես ասեմ, որ արդեն իսկ 26 թվին մենք արդեն ունենք մայիսին հրավեր Իտալիայի մի քանի քաղաքներում էլի ներկայացնելու եւ Կոմիտասի պատարագը եւ հոգևոր եւ միջնադարյան եւ արևմտաեվրոպական ստեղծագործություններ, այսպես ասած։ Այ երաժշտությունը արվեստը լեզու չունի, հա, եւ որևիցե մի լեզվանտանիքի չի պատկանում, ընդհանուր է համամարտկային է։ Ինձ հետաքրքիր է, երբ որ օտար հողի վրա ներկայացնում եք մեր հոգևոր երաժշտությունը, ու այս ամեն ինչը եւ գնում հասնում է հասցեատերերին, ովքեր նստած են այդ բան։ Ինչպիսին են նրանց տպավորությունները, որովհետեւ ամեն անգամ շատ մարդիկ օտար ազգի միշտ ասում են, չենք հասկանում ինչ են երգում, բայց չենք կարողանում զսպել մեր էմոցիաները։ Ես մի անգամ կներեք ասեմ, որ իրանց համար հատկապես մեր միջնադարյանը հոգևորը եւ ժամանակակիցը իրանց համար լրիվ նոր աշխարհ է, շատ տարբեր է իրենց համար եւ մեծ զգացողություններ են ունենում եւ որպես օրինակ ասեմ, որ երբ որ Կոմիտասի 140-ամյակը մենք նշեցինք Փարիզում, Սեն Լուի տաճարում, այնտեղ 90% տեղի ֆրանսիացիներ էին ունկնդիրները եւ մինչ այդ համերգը ես խոսում էինք գազམ་ակերպիչների հետ, որ ասում էին արդյոք երկու բաժին կկարողանան ժողովուրդը Կոմիտաս լսել, բայց ժողովուրդը ոտքի վրա բաց չէր թողնում, երգչախմբին բաց չէր թողնում ուղղակի, սա մոտավոր պատասխանն է ձեր հարցին։ Կներես ես քեզ։ Իրականում պարոն Արաբյանը ասեց այն, ինչ ես ուզում էի ասեի, թիվ 1 հաղթաթուղթը արտերկրում հիմնականում սա Կոմիտասն եւ մեր միջնադարյան տաղերն ու շարականները եւ չի եղել այնպիսի մի դեպք, որտեղ չերքենք Կոմիտաս եւ հանդիսատեսը ուղղակի կլանված եւ այսօր իրան դուրս չկա։ Դրա համար ցավոք սրտի այսօր հավատացեք, Հայաստանում այդքան չեն հասկանում Կոմիտաս ինչքան դրսում։ Այո, ապշած լսում են միշտ։ Չգնահատում են իհարկե։ Եվ դրանով մենք դրանով ենք հենց տարբերվում, որ կարողանում ենք ներկայացնել ինչ-որ մի բան, որ իրենց համար նոր է։ Դա նոր է իրենց համար, նոր հնչերանգներ են, նոր մտածողություն է երաժշտական, որը որ իսկապես շատ հետաքրքիր է օտարուն կնդրին։ Ժամանակակից աշխարհում հիմա ինչ որ բանով դժվար է զարմացնել, բայց հաստատ կողմեր հոգևոր մշակույթով միանշանակ մենք աշխարհում հասելիք մեծ ունենք եւ փորձում ենք դա անել հիմա։ Քանի որ երգչախմբի համար տարին հասկացանք հոբելյանական եւ շատ հագեցած էր, ձեր համար էլ կուզեմ մի փոքր պատմեք ինչպեսին էր տարին եւ ինչ հասցրիք անել։ Շատ հագեցած, շատ դե ինչպես ասեց Մավրը, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ երգելը մեծ հաճույք է, մեծագույն հաճույք է իսկապես, որովհետև մենք ամեն օր իրենից սովորում ենք նոր բաներ, սովորում ենք նոր երաժշտական ճիշտ մտածողություն, երաժշտական մեկնաբանություն եւ այդ համերգները իսկապես շատ հաճելի են անցնում, թե ոչ միայն ունկնդրի համար, նաեւ մեր համար բեմի վրա, որովհետեւ իսկապես շատ հաճելի է երգել իր ղեկավարությամբ։ Անկեղծ ասած, այս տարին իմ համար շատ բուրն է անցել։ Թե անձնական, թե համերգային, ասել որ ծնվեց աղջիկս, ամենամեծը հանդեր իմ համար։ Ունեցա մայիսին մենահամերգ Կարամ Խաչատրյանում, ունեցա համերգներ արտերկրի տարբեր երկրներում, Հայաստանում շատ մի խոսքով շատ բուրներ այս տարին, նոր գործեր։ Այս տարի արդեն չէ, եկող տարի արդեն տեղափոխվեց, եկող տարի էլի պլանավորվում է մի շարք, մի խոսքով տարին կարելի ասել շատ այսպես բուրներ եւ բեղումնավ։ Դարձան այսօր երեկոն դեռ ունեք, այո։ Եթե այդպես վերցնենք,
Դեռ մեկ խաղեր Այսօր եզրափակում ենք, այո։ Այսօր արդեն եզրափակում ենք։ Հասկացանք, որ 26 թվականին իհարկե նախապատրաստում են, հա, որոշակի արդեն հյուրախաղեր կան, բան։ Իսկ ընդհանուր քաղաքականությամբ, եթե վերցնենք կամերային երգչախմբի շեշտադրումը, որն է լինելու 2026 թվականին, այ ինչ ծրագիր է նախապատրաստված ընդհանուր ռեպերտուարի մեջ, ներկայացման մեջ։ Իհարկե շատ մեծ է ռեպերտուարը երգացանկը, շատ հայտաբղեր մեծ, բայց ամեն դեպքում մեր հիմնական առաքելությունը ներկայացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք այս 2026-ին նախատեսում ենք ներկայացնել օրինակ Դավիթ Հալաջյան, շվեյցարահայ կոմպոզիտոր, բայց իհարկե նա ծնունդով Հայաստանից է, ապրում է երկար տարիներ, բայց շատ հայկական են նրա արմատները, երաժշտությունը շատ հայկական են, եւ մենք Ռոբերտ Մալքերյանի գլխավորությամբ եւ իր նախաձեռնությամբ հաճույքով փորձում ենք ներկայացնել այդ ստեղծագործությունները, նո հիմնական մեխը, բայց նաեւ իհարկե էլի հայ կոմպոզիտորների չկատարված ստեղծագործություններ, թեկուզ կատա, հայ դեպ ես մոռացա ասեմ, որ այսօր շատ գեղեցիկ մշակումներ ունի նաեւ Կարեն Անանյանի մշակմամբ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները երգչախմբի համար, որ կոչվում է ֆանտազիա պոպուրի, այսպես ասած, հավաքածու տարբեր ստեղծագործություններից, բալետներից շատ գեղեցիկ ստեղծագործություն է, ես մոռացա սկզբից ասեմ, որտեղ շատ առանցքային ստեղծագործություն է իսկապես։ Յանալի է, մենք ձեզ մաղթում ենք հաջողություններ ու ինչպիսին որ բուրն էր, հա, 2025-ը թող այդպիսի աշխատանքային բուրըն տարբերակով ընթանա նաև 26 թվականը եւ նորից բարբերաբար սիրով կհյուրընկալենք ձեզ ներկայացնելու արդեն նոր ձեռքբերումները, նոր իհարկե հաջողությունները եւ ծափահարությունների արձագանքը։ Եվ ուզում ենք ձեզ նվիրել նաև արևոք բացիկները, որտեղ ամանորյա շնորհավորանքներ են սիրելի մարդկանց համար, այսինքն նվերների հետ միասին նվիրեք նաև այս բացիկները, որոնք արտահայտում են իրենց էմոցիաները։ Շնորհակալ ենք ձեզ եւ մաղթենք ձեզ հաջողություններ։ Եվ երեկոյան էլ հրաշալի ամենեք մաղթում։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Մենք ենք շնորհակալ ենք։ Դե Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։